սակապով կզրուցեմ Արաբագետ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, բարի երեկո, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ միանալու համար։ Եվ այսպես ինչպես է գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում, հաշվի առնելով, որ Իրանը որոշեց եւ հարված հասցրեց Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային, իհարկե Սպիտակ տունը հայտարարեց, որ իրենք սպասելով իրանական հարվածին հասցրել են այնտեղից տարանել, բայց Իրանը այնուամենայնիվ խոստացված պատասխան հակահարվածը հասցրեց։ Ինչ մասշտաբների մասին ենք խոսում, արդյոք սա սիմվոլիկ պատասխան էր, թե իրավիճակը գուցե ավելի սրացման գնա, Միացյալ Նահանգներն ավելի սուր հակահարված հասցնի եւ իրավիճակը ավելի բարդանա։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Նախ պետք է նշել, որ միանշանակ կերպով իրավիճակը Մերձավոր Արևելքում գնում է դեպի ավելի լարվածության, այսինքն լարվածության աստիճանը փուլ առ փուլ ավելի խորանում է։ Առանց որևէ, այսպես ասեմ, իհարկե գնահատականի արդյոք այս հարվածները դրանք փոխհամաձայնեցված են թե ոչ։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հակամարտությունը ընդլայնվում է եւ արդեն փաստացի Իրանի տարածքից դուրս է գալիս, Իրանի եւ Իսրայելի, այսինքն բուն հակամարտ երկրների տարածքից դուրս է գալիս եւ տեղափոխվում արդեն տարածաշրջանային այլ երկրների տարածքներ, այսինքն սա միանշանակ կերպով խոսում է այն մասին, որ գործ ունենք տարածաշրջանային դեպի տարածաշրջանային պատերազմ գնալու ուրեմն միտումների հետ։ Սա որպես առաջին կարևոր ուրեմն արձանագրում պետք է փաստենք եւ արդեն անցնենք առաջ։ Ինչ վերաբերում է իրանական կողմի պատասխանին, դրա մասշտաբներին, հետևանքներին եւ այլն, միանշանակ կարող եմ ասել, որ այս գործողությունը կրկնում եմ անկախ դրա արդյունքներից, մասշտաբից, հետևանքներից, դա տեղավորվում է այս պահին գոնե իրանական կողմի մոտան տրամաբանության մեջ այս հակամարտությանը կապված։ Այսինքն իրանական կողմը պատասխանի դրսևորում է իր սկզբունքային դիրքորոշման պահպանման քաղաքականություն, այսինքն որևէ կերպ չի գնում զիջման, չնայած որ ճնշումն ավելի է մեծանում եւ չնայած որ իրանական կողմի կորուստները ռազմավարական առումով եւ ենթակառուցվածքային առումով, ռեսուրսային առումով շատ ավելի մեծ են, այսինքն Իրանը ցույց է տալիս, որ եթե իր դեմ տեղի ունենում գործողություններ, որ երկրի կողմից դա լինի, Իրանը փորձելու է այդ երկրին իր հնարավորությունների շրջանակներում պատասխանել։ Իսրայելն էր թիրախավորում էր Իսրայելի տարածքը։ Հիմա գործ ունենք արդեն Միացյալ Նահանգների հետ թիրախավորում է Միացյալ Նահանգների ռազմաբազաները։ Կատարի եւ Իրաքի ընտրությունը պատահական չէ, սրանք ամենանվազ խնդրահարույց երկրներն են տարածաշրջանում, որոնց հետ Իրանը գուցե ունենա, այսինքն որոնց հետ կապված Իրանը կարող է խուսափել նվազագույն հետևանքներից։ Ինչ եմ ուզում ասել, այսինքն դա այն երկրներն են, որոնց հետ Իրանը ունի բավականաչափ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնց հետ ունի նաև իհարկե համագործակցություն եւ երկխոսություն եւ Իրանի նման գործողություն այդ երկրների դեմ ուրեմն նվազ հետևանքներ կարող է առաջացնել Իրանի համար։ Օրինակ նույնը չեն կարող ասել Բահրեյնի դեպքում, որտեղ եւս Միացյալ Նահանգները ունի ամենախոշոր երևի թե ռազմաբազան տարածաշրջանում, նույնը չեն կարող ասել Արաբական Միացյալ Էմիրությունների մասով, որտեղ նրանց այդ նշածած երկրների հետ բավականաչափ բարդ հարաբերություններ ունի Իրանը։ Իսկ Կատարի եւ Իրաքի մասով կա երկխոսություն, իհարկե վստահաբար լինելու են դժգոհություններ այդ երկրների կողմից, գուցե էլի ինչ որ փոխադարձ գործողություններ կամ նմանատիպ ինչ որ քայլեր դիվանագիտության մակարդակում եւ այլն, բայց ռազմական առումով ամենանվազ խնդրահարույց ուղղություններն են։ Իսկ ինչ վերաբերում է արդեն բուն հետևանքներին, մի լրացում այդուհանդերձ Կատարի արտաքին գործերի նախարարությունը քիչ առաջ հայտարարեց, որ իրանական կողմի հարված իր տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազային Կատարի ինքնիշխանության կոպտագույն խախտում է որակում եւ իրեն իրավունք է վերապահում համաչափ պատասխան հասցնել Իրանի։ Սա ուղղակի դեկլարատիվ հայտարարություն է, որը պետք է արվեր, թե ամեն դեպքում գուցե հանկարծ իրավիճակը այլ ընթացք ստանա։
Ես նշեցի, որ ի տարբերություն Իրաքի Կատարի դեպքում կարող է ավելի խիստ հայտարարություն լինել եւ սա կանխատեսելի է, բայց այ գործողության մասով չեմ կարող ասել։ Սիմվոլիկ էլ ինչ որ բան կարող է լինել, որտեղ մեծ հաշվով եթե գնահատում ենք այս ամբողջ գործընթացը, այստեղ սիմվոլիզմը բավականաչափ մեծ է։ Ես նման իրավիճակ հիշում եմ 2020 թվականին սխալվում հունվարին, երբ որ Իրաքում սպանվեց ուրեմն ԻՀՊԿ-ից ստորաբաժանման ղեկավար առաջնորդ Ղասեմ Սոլեյմանին եւ նրա հետ իրաքյան մի քանի կարճ խմբավորումների ուրեմն ներկայացուցիչներ առաջնորդներ այդ ժամանակ եթե քշեք եւս մերձարևելքում ամերիկյան որոշ բազաներ թիրախավորվեցին եւ Միացյալ Նահանգներն այդ գործողությունից առաջ նախապատրաստվել է դուրս բերել հիմնական անձնակազմը եւ հիմնական վնասը որ եղավ մոտ մի քանի տասնյակ ամերիկացի զինծառայողների շրջանում ինչ որ հոգեբանական շոկի ուրեմն ազդեցություններ եւ ոչ ավելին գուցե մի քանիսն էլ մահացել են, հա, այդ սահմանափակ թվով։ Հիմա նույնն էլ էս պարագայում երևի թե face saving-ի ուրեմն իրողության հետ գործ ունենք եւ կարծում եմ որ էլի չնայած մամուլում կա նաեւ տեղեկատվություն որ փոխհամաձայնեցված է եղել, այսինքն Իրանը նախապես տեղեկացրել է եւ Կատարին եւ Իրաքին այս գործողության մասով, բայց ընդհանուր այս ամբողջ գործընթացը ենթադրում է նման դիվանագիտական հայտարարություններ, նախազգուշացում, բուն գործողություն, արդյունքների քարոզչական նպատակով ավելի ուռճացված արդյունքների ներկայացում եւ այլն եւ այլն։ Լավ, այս պարագայում եթե մեր զրույցի այս հատվածը ամփոփենք, պարոն Պետրոսյան, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մեծ հաշվով Միացյալ Նահանգները գուցե կտրուկ պատասխան հակահարված չհասցնի, համարելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցրած հարվածին Իրանը պետք է պատասխաներ եւ պատասխանեց այսպիսով անմիջականորեն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական բախումը սրանով սահմանափակվի։ Սա ավելի հավանական է թվում։ Այս բանը ամենահավանական սցենարը դա է, ես հիշեցի ձեզ 2020 թվականի Ղասեմ Սոլեյմանի սպանությունը եւ դրան հետեւած գործողությունը, այսինքն նույն տրամաբանության մեջ են, բայց ի տարբերություն 2020-ի հիմա ունենք ակտիվ հակամարտություն։ Ասեմ ավելին, հիմա ունենք մի իրավիճակ, երբ փաստացի Իրանի եւ էություն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նրա հիմնական դաշնակից Միացյալ Նահանգների շահերի հետաքրքրությունների եւ նաեւ Իրանում հետեւած նպատակների միջև կան բովանդակային լուրջ տարբերություններ։ Այսինքն, եթե կհիշեք, մինչև անգամ այս Իսրայելի կողմից պատրաստված մեկնարկը Միացյալ Նահանգներն ավելի հակված է դիվանագիտական ճանապարհին։ Այդ Իսրայելը փոխեց բոլորի պլանները, սկսեց պատերազմ, որից հետո Միացյալ Նահանգները ստիպված եղավ ներքաշվել այս պատերազմական գործողության մեջ, քանի որ Իսրայելն իր ռեսուրսներով չէր կարողանում լուծել հրճակված նպատակները։ Դա Իրանի միջուկային ներուժի եւ հրթիռային ուրեմն ենթակառուցվածքների ոչնչացումն է։ Հիմա իմ գնահատմամբ գոնե Իսրայելի առանցքային նպատակը Իրանում վարչակարգի փոփոխությանը միտված գործողություններն են։ Թեպետ Միացյալ Նահանգների համար կամ Միացյալ Նահանգների դեպքում կանխատեսելի է, որ սրանով կփորձի այլևս սահմանափակել իր ներգրավվածությունը, բայց չի բացառում, որ Իսրայելի կողմից նոր, այսպես փորձեր արվեն Միացյալ Նահանգների ներգրավվածությունը շատ ավելի ընդլայնելու։ Ես կարող եմ պարզապես թարմ այսպես տեղեկատվություն հաղորդել, ես ներկայում գտնվում եմ Միացյալ Նահանգներում եւ մենք ունեցանք գործընկերների հետ քննարկումներ, այստեղ գործընկեր փորձագետների տեսակետները միանշանակ են, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը շատ կախված է այս պահին Իսրայելում իշխող կառավարության Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարության քաղաքականությունից, այսինքն թե Իսրայել պետությունը իր հնարավորություններով եւ հատկապես հրեական լոբին կարողանում են տարբեր միջոցներով ստիպել Միացյալ Նահանգների որոշում կայացնող շրջանակներին ուրեմն փոխել իրենց նախապես արտահայտած դիրքորոշումը եւ հանդես գալ հօգուտ Իսրայելի, այսինքն եթե իրավիճակն այնպեսի լինի, որ Իսրայելը այնուամենայնիվ հետ չկանգնի իր վերջնանպատակից, այսինքն Իրանում վարչակարգի փոփոխությունից,
չի բացառում, որ կրկին հրեական, իսրայելական ողջ գործիքակազմի ներդրման փորձարու Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս պատերազմին ավելի ընդլայնել։ Պարոն Պետրոսյան, հենց իմ հաջորդ հարցը սրան էր վերաբերում եւ թեման դուք բացեցիք, այսինքն ինչ է ստացվում, եթե Իսրայելի նաեւ հրեական ազդեցության լոբբիի կողմից կարող է հսկայական ճնշում լինել Թրամփի վարչակազմի վրա եւ ստիպեն գնալ կտրուկ գործողությունների, ինչը եղավ գոնե միջուկային օբյեկտներին հարված հասցնելու տեսքով, այսինքն մինչեւ այդ Ամերիկա-Իրանյան բանակցությունները էին, Թրամփը ասում է, որ ես Նեթանյահուին զգուշացրել եմ չհարված են, բայց ի վերջո հասցրին դրան։ Հիմա եթե Իսրայելը որոշի գնալ վաբանկ, չբավարարվելով ձեռքբերումներից, որտեղ ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել, այո, Իրանը կորուստներ կրել է, բայց Իսրայելն էլ է լուրջ կորուստներ կրել, համենայն դեպս բնակավայրերի, տարբեր ենթակառուցվածքների ավերվածության տեսքով, չի ստացվում, որ իրոք ռիսկը կա, որ կարող է այդ ճնշման տակ Միացյալ Նահանգները գնալ կտրուկ գործողությունների եւ իրավիճակը քաոսային դառնա։ Ես մասնակիորեն պատասխանեցի ձեր հարցին, ավելի զարգացնեմ մտքերս, այո, վստահաբար այս սցենարը այս բան բավականաչափ իրատեսական է թվում, չնայած որ կրկնում եմ շատ մեծ այսպես հետևանքներ եւ վարտագույն հետևանքներ կարող ունենալ ամբողջ տարածաշրջանի համար, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ինչպես մեկնարկային խոսքումս նշեցի, այս պատերազմը Իսրայել-Իրան պատերազմը ինքը դրսևորում է անընդհատ այսպես ասենք անգամ աշխարհագրական արեալի ընդլայնում, իսկ սա խոսում է այն մասին, որ փաստացի Իսրայելի կողմից փորձ է արվում առանց հակամարտության գլոբալ եւ տարածաշրջանային հետևանքները հաշվի առնելու գնալ իր խնդիրների նպատակների լուծման հետևից, իսկ վերջն աննպատակը, հա, այսպես նշեմ, Իրանում իշխող վարչակարգի տապալում, Իրանում քաոսային իրավիճակի ստեղծում տևական ժամանակ եւ ինչու ոչ նաեւ Իսրայելի շահերից կարող է բխել ընդհանրապես Իրանի մասնատումը եւ այդ մեծ պետության փոխարեն մի քանի փոքր շատ ավելի կառավարելի թույլ պետությունների արկածի, ես կարծում եմ ընդհանրապես երկարաժամկետ Բայց դա հնարավոր կլինի կառավարել, պարոն Պետրոսյան։ Ում համար կառավարել հարգելի Ընդհանրապես տարածաշրջանի համար, եթե Իրանը հանկարծ մասնատման ճանապարհով գնա, որովհետև դա չկա ռիսկ, որ դա կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել այլ երկրների վրա։ Շատ լավ հարց եք տալիս, հարգելի եք, բայց եկեք դիտարկենք մինչև այժմ տեղ ունեցած իրավիճակը վերջին մի քանի տարիների ընթացքում փաստացի Իսրայելը տարածաշրջանում անում է այն ինչ ցանկանում է, փոխում է տարածաշրջանի կարգը, ռազմաքաղաքական հավասարակշռությունը եւ որևէ դերակատար թե տարածաշրջանում կլինի թե աշխարհում կլինի չի կանգնեցնում նրան։ Իսկ սրանից էլ ես հենց սրան էի գնում, հա մենք այս պահին ունենք Իսրայելում բավականաչափ ծայրահեղական արկածախնդիր, ուրեմն առավելապես պաշտական կառավարություն, որը առանց հաշվի առնելու սեփական շահերից զատ այլ շահեր կամ ավելի մեծ տարածաշրջանային կամ գլոբալ շահեր գնում է իր խնդիրների լուծման։ Այսինքն սա է սկզբունքայինը եւ տեսնում ենք, որ որևէ դերակատար չի կանգնեցնում, հա, անգամ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը, Բայդենի վարչակազմը, որը լուրջ խնդիրներ ուներ Գազայի պատերազմում Իսրայելի ունեցած վարած քաղաքականության հետ, անգամ այդ վարչակազմը լուրջ քայլերի առարկայական քայլերի չգնաց Իսրայելին կանգնեցնելու եւ դրա հետևանքով մենք այսօր ունենք այն իրավիճակը, որը կա, այսինքն առանց չափազանցում կարող եմ ասել, որ այս պայն տարածաշրջանում կա մի երկիր, որը գործում է բացառությամբ սեփական շահերի առաջմղման տրամաբանությամբ առանց հաշվի առնելու որևէ այլ դերակատարի մոտեցումներ։ Իհարկե սա չի նշանակում, որ Իսրայելում նստում որոշում որ սա պետք է անենք եւ գնում են այդ ծրագրերի իրականացման հետեւից, բնականաբար հաշվին առում Միացյալ Նահանգների արձագանքի հնարավոր ուրեմն տարբերակներ կամ աստիճաններ եւս դրա են շարժում, որտեղ եթե կհիշեք այս Իրանի դեմ պատերազմի սցենարը դեռևս կար 2000 ընթացիկ տարվա փետրվարին, երբ որ առաջին անգամ Նեթանյահուն այցելեց Սպիտակ տուն, հետո երկրորդ անգամ
այցելեց Սպիտակ տուն եւ փորձում էր համոզել, այսինքն մի քանի փորձից հետո հրապարակային տեղեկատվություն կար, որ այնուամենայնիվ այս թեմայի հետ կապված Միացյալ Նահանգների Իսրայելի միջև կան տարաձայնություններ, բայց այնուամենայնիվ մենք տեսանք, որ այդ գործողությունը տեղի ունեցավ եւ պատերազմը սկսվեց, այսինքն սա է կարևորը, որ ունենք մի երկիր տարածաշրջանում, որը գնում է կամ որի համար սկզբունքայինը իր ուրեմն անվտանգության, իր շահերի առաջ մղումն է, հատկապես երբ որ թե տարածաշրջանում եւ թե աշխարհում իրավիճակը բարենպաստ է եւ նման գործողությունները Իսրայելի համար եւ հատկապես Իսրայելի համար հղիչ են գոնե այս պահին լրջագույն հետևանքներով, այլ բավականաչափ կառավարել են։ Երկու կարճ ու կարևոր լուր ներկայացնեմ եւ վերջին հարցը տամ պարոն Պետրոսյան, նախ բրիտանական Reuters զողում անելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրներին հայտնում է, որ իրանական կողմը միայն Կատարի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազային է հարվածել եւ դրա հետևանքով ամերիկյան անձնակազմի շրջանում զոհեր վիրավորներ չկան, ավելի վաղ հայտարարվել էր, որ ամերիկյան կողմը հասցրել է տարհանել իր անձնակազմը այնտեղից, նաեւ տեղեկություններ են ստացվում, որ ԱՄՆ չի պատրաստվում պատասխան հարված հասցնել, սա միջազգային մամուլում շրջանառվող լուրեր են։ Հարցը Ինչպես այս իրավիճակում, եթե պատկերացնենք, որ Իրանի ուղղությամբ էսկալացիան ավելի թեժանա, ինչպես իրեն կարող է դրսևորել Թուրքիան, ինչպես իրեն կարող է դրսևորել Ադրբեջանը, որտեղ վերջին օրերին թեկուզ պաշտոնապես չի հաստատվում այս տեղեկությունը, բայց անդադ տարբեր աղբյուրներով լուրեր են շրջանառվում, չի բացառվում, որ Ադրբեջանի տարածքը Իսրայելն օգտագործել է Իրանի դեմ այս հարվածները կազմակերպելու համար, առնվազն գուցե անօթաչուները տեղափոխելով կամ այլ եղանակով, ինչ կարող ենք սպասել այդ տեսանկյունից։ Տեսեք, ես իմ խոսքում նշեցի, որ իրենս Իսրայելում գործող կառավարության ունենք ուրեմն շատ արկածախնդիր եւ միայն բացառապես սեփական շահերը տեսնող եւ առաջ մղող ուրեմն իշխանություն, որի նպատակն է գնալու այս բարենպաստ իրավիճակում իր խնդիրների լուծման։ Հիմա եթե անգամ այն տեղեկատվությունը, որ տարածում է, թե իբր օգտագործվել են Ադրբեջանի տարածքը եւ օգտագործվել են եւ նաեւ ռեսուրսները, ենթակառուցվածքները, ուրեմն եթե անգամ դա ճիշտ չէ, չի բացառում, որ ուրեմն առաջիկայում դա տեղի ունենա, որտեղ Իսրայելի նպատակը, ինչպես արդեն նշեցի, այս հակամարտության մասշտաբների մեծացումը մինչև կհասնեն իրենց արժեվ դրված խնդիրների լուծման։ Դրան գումարած իհարկե չպետք է նաև մոռանանք եւ պետք է հիշեցնենք մեր դիտողներին, որ Ադրբեջանն ինքն էլ շահագրգռված է նախ Իրանի թուլացմամբ եւ ինչու ոչ հնարավորության դեպքում նաև Իրանի ուրեմն ունեցած որոշակի ռեսուրսների նկատմամբ հավակնություններ, նույնը նաև Թուրքիայի պարագայում սա եւս կա։ Պարզապես կարծում եմ այս պահին դեռևս իրավիճակը որքան էլ կանխատեսել է, բայց դեռևս այս փուլում դեռ վաղ է այդ մասին խոսելը եւ դա ամբողջովին պայմանավորված է հակամարտության հետագա ընթացքով։ Եթե անգամ չի օգտագործվել Իսրայելի կողմից ադրբեջանական ենթակառուցվածքները, չի բացառում եւ մեծ հավանականությամբ դրանք կարող են օգտագործվել։ Եվ Ադրբեջանն էլ ընդ որում ասեմ մեծամասամբ դա կարող է իհարկե Ադրբեջանի հետ փոխհամաձայնությամբ, բայց չի բացառում նաև առանց համաձայնության Իսրայելի կողմից ինչ որ արկածախնդիր որոշումների կայացումը։ Իսկ Թուրքիայի գործոնը? Թուրքիան այս պահին կշարունակի հետևել process-ին։ Հասկանում եմ, թե ինչ ուղղությամբ է զարգանում ամեն ինչ։ Իր ակնհայտ նույն հռետորաբանությամբ, այսինքն շարունակի քննադատել Իսրայելին, ինչ որ նաև Միացյալ Նահանգներին ուղղված հստակ ուղերձներ կլինեն, բայց այս պահին կտրուկ քայլերի Թուրքիան չգնա, չնայած ամբողջ այս գործընթացը բխում է նաև իհարկե Թուրքիայի շահերից, եթե այն Թուրքիայի դեպքում լինի կառավարելի։ Այսինքն այնուամենայնիվ եթե Իսրայելի գործողությունները հաշվի առնեն նաև Թուրքիայի շահերը, այսինքն չհարվածեն Թուրքիայի շահերը։
Այս ամենի ֆոնին, պարոն Պետրոսյան, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցությունները կրկին ակտիվացվում են։ 1-2 օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևն էր կրկին այդ մասին խոսում։ Հաշվի առնելով Իրանի շուրջ այս զարգացումները, ձեր գնահատմամբ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական վտանգը, ռիսկը ավելի մեծացել է, թե ամեն դեպքում Ադրբեջանն էլ է սպասողական հասկանալու համար։ Այո, այս պահին կարծում այս խնդիրը դեռևս օրակարգային չէ, բայց իհարկե գլոբալ process-ի մի մաս է, բայց ոչ այս պահին դեռևս պետք է հետևել զաններին եւ միայն բարենպաստ իրավիճակի դեպքում այս սցենարը կարող է առարկայական դառնալ, բայց ոչ ուղիղ Հայաստանի դեմ ագրեսիայի տեսքով, այլ Ադրբեջանի ավելի մեծ հակամարտության մեջ մուտք գործելու պարագայում։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Մեզ ինքնին